Բնականաբար սպասելիքները մեծ են, որ մեր քաղաքացիները այս ամեն ինչը գիտակցելով ակտիվ մասնակցելու են, ունենալու են բարձր մասնակցություն, որպեսզի կարողանանք օրվա այս չարեքի իշխանություններին իշխանազրկել, այլևս չվերարտադրվեն եւ հայաստանյան ղեկավարումը չստանձնեն։ Կարծում եմ հավաքական ընդդիմությունը, միասնական ընդդիմությունը կարողանալու է ավելի շատ ձայներ հավաքել, քան ԿՊ-ականները։ Իշխանությունը պնդում է, որ այս օրերին հատկապես Հայաստան դաշինքը պայքարում է խորհրդարան մտնելու համար եւ որևէ շանս հնարավորություն չունի իշխանություն կազմելու։ Դուք ինչպես եք գնահատում ձեր շանսերը։ Ես շանսերը բնականաբար գնահատում եմ բարձր, դա իշխանական, այսպես ասած, նարատիվ է, իշխանական թեզ է, քարոզչական, փորձում են մարդկանց նման ստերով, ոնց որ մենք գիտենք, իրանք սուտ ասելու պրոֆեսիոնալներ են, անմրցելի են, փորձում են այդ սուտը տարածել։ Կարծում եմ այսօրվա վերջին քվեարկության արդյունքները ճիշտ հակառակը կապացուցի։ Նաև եւ երեք տեսնում ենք, որ վերջին ընտրություններին նախորդին անընդհատ կալանավորումներ են, ձերբակալումներ են, հիմնականում ուժեղ Հայաստանից, սա ինչի մասին է խոսում, ինչպես կարող եք գնահատել։ Ընդհանրապես այս ռեպրեսիաներով, բեսպրիձելով, իրավական բեսպրիձելով ուժային կառույցների կողմից, սա մենակ 3 չէր, առաջ օրը չէր, մոտ 2 ամիս է արդեն շարունակվում, այսօր առավոտյան ես տեսա, որ նաև Գյումրու տարբեր ընդդիմադիրների շտաբեր են ներխուժել, նորից ձերբակալումներ, կալանավորումներ, այսինքն այդ վախի մթնոլորտը, որը ի սկզբանե միջ քարոզարշավը սկսել է, այս մարդիկ իրականացրել են, հիմա նույնպես շարունակում են, փորձում են մարդկանց ընտրողի կամքի վրա ազդել, մի խոսքով ցանկացած միջոցով փորձում են հասնել իրենց համար ցանկալի արդյունքի։ Հայաստան դաշինքից, ներկայացուցիչներից, անդամ աջակիցներից ձերբակալումներ եղել են։ Որքան տեղյակ եմ, այսօր առավոտյան Գյումրիում եղել են, նաև նախընտրական շտաբում են ներխուժել են նախընտրական շտաբ ուժային կառույցներ, ինչ-որ խուզարկություններ, բայց ոչ մի, այսպես ասած, առարկայակապ, պարզապես նախընտրական շոուներ են, կարծում եմ, այս ամենի վերջ է գալու, այս բեսպրեդելին։ Ես նույնպես